Բարև ձեզ։ Սկսենք այսօրվա 6-րդ դասը։ Ուրեմն նախորդ դասի մեկնաբանություններում, որովհետև մեկը հարցրել էիք հենց առաջին օրինակի վերաբերյալ, սկսեմ հենց դա բացատրելով, լավ։ I am going to the theater this week. Ես գնալու եմ թատրոն այս շաբաթ։ Տեսեք, ես նախորդ դասում ձեզ չի ասել այդ մասին, այսինքն ներկա շարունակական ժամանակը present continuous։ Մենք կարող ենք օգտագործել նաև ապառնիում, ապագայում կատարվող հաստատ գործողությունների հետ միասին։ Դա առանձին թեմա է, անպայման կանդրադառնանք դրան ավելի մանրամասն, լավ։ Հիմա ուղղակի այտենց թեթև իմացեք դրա մասին, որ ապառնի իմաստով էլ կարող ենք օգտագործել, լավ։ Հիմա այստեղ կարող եք նայել ճիշտ պատասխանները։ Կարծում եմ որևիցե բարդ բան այս հատվածում չկա, եթե հարցեր կլինեն գրեք, եւ մյուսը։ Այստեղ դուք պիտի հարցական եւ շղթական դարձնեիք։ Խնդրում եմ ստուգեք, կարծում եմ այստեղ նույնպես ամեն ինչ շատ հեշտ է, ընդհանրապես օժանդակ բայը պիտի առաջ բերեիք հարցի համար, վերջում հարցական նշանը չենք մոռանում եւ նոթ մասնիկն ենք ավելանում, այդքան բան։ Իդեպ մի բան արագ ասեմ, ժխտական հարցերի հետ կապված, պատկերացրեք, օրինակ ասում ենք I don't live in Moscow, ես չեմ ապրում Մոսկվայում, նախադասությունը ժխտական է, չէ՞, I don't live in Moscow, հիմա, դուք հարցնում եք ինձ, դու չես ապրում Մոսկվայում, հենց տեսեք, դա ժխտական հարց է, դու չես ապրում Մոսկվայում, չէ՞, հիմա ոնց կանենք, do you live in Moscow, Երբ որ ասում ենք do you, ստացվում է ապրում ես Մոսկվայում, չէ՞։ Հիմա ես կասեմ, որպեսզի հարցնեք դու չես ապրում Մոսկվայում, don't you live in Moscow, okay? Այսինքն այս դուն եւ նոթը միասին իրար կպցրած, բերում ենք նախադասության սկիզբ եւ ստացվում է ժխտական հարց, okay? Նու սա ինչ որ հավելյալ ինֆորմացիա, հուսով եմ պետք կգա։ Հիմա անցնենք մեր 6-րդ դասին, այսօր խոսելու ենք հենց տարբերությունների մասին ներկա պարզ եւ ներկա շարունակական ժամանակաձևերի։ Հավելյալ բառեր չեն լինելու այսօր, որովհետև արդեն իսկ կան նոր բայեր, որոնք կարծում եմ, որ որոշ մասը նոր կլինի ու կավելացնեք այդպես կսովորեք, լավ։ Նաև հավելյալ հնարավորությունը նախորդ բառերը լավ կրկնելու, okay։ Դե ինչ սկսենք։ Հիմա ինչն է տարբերությունը present simple-ի ներկա պարզի եւ կամ ներկա անորոշ եւ ներկա շարունակականի միջեւ։ Եկեք օրինակները նայենք, լավ։ He rides his bike to school every day. Նա հեծանիվով է գնում դպրոց ամեն օր։ Ride a bike, դա հեծանիվ վարելն է, լավ։ Տեսեք, այսինքն սա կրկնվող գործողություն է ներկայի շուրջ։ Այն չի կատարվում խոսելու պահին, այդ իսկ պատճառով դրեցինք he rides a bike to school every day, okay։ Հետո, հիշում եք ասել էի, երբ որ մենք փաստերի մասին ենք խոսում մեր մասին, դնում ենք կրկին present simple, օրինակ, I like coffee, ես սիրում եմ սուրճ, կամ I like reading, ես կարդալ շատ եմ սիրում, տեսեք, she likes dancing, նա պարել սիրում է, հիմա մյուսը, I don't know this person, ես չգիտեմ այս մարդուն, ուղղակի չգիտեմ, այսինքն այստեղ ոչ մի գործողություն չկա, չէ, իդեպ կոնկրետ այս like-ին և know-ին հաջորդ սլայդով կանրադառնամ ավելի մանրամասն կբացատրեմ, իրանք երբեք չեն լինում ing-ով։ Տեսեք, they don't talk to each other, նրանք չեն խոսում իրար հետ, each other միմյանց հետ, լավ, դա իրանց մասին ինչ-որ փաստ է, չէ, նրանք իրար հետ չեն խոսում, վերջ։ Հիմա մյուսը, present continuous, he is talking to his teacher now, նա խոսում է իր ուսուցչի հետ հենց հիմա, noun կա, տեսնում ենք, դրա համար հենց հիմա խոսելու պահին կատարվող գործողությունը դնում ենք ներկա շարունակականով, այսինքն he is talking, նա խոսում է։ Մյուսը, I'm reading Harry Potter, ես կարդում եմ Harry Potter-ը։ Տեսեք, երբ որ հիշում եք ասում էի, երբ որ գործողությունը կատարվում է ներկայի շուրջ եւ դա ժամանակավոր բնույթ է կրում, այդ ժամանակ նույնպես դնում ենք ներկա շարունակական, քանի որ գիտենք, որ սա ավարտվելու է այդ գործողությունը եւ վերջ։ I'm reading Harry Potter, մեկ շաբաթվա ընթացքում կարդում եմ Harry Potter-ը։ Մյուսը, are they playing outside? Նրանք դրսում են խաղում, okay? Եվ վերջինը, we are getting ready for his wedding. Մենք պատրաստվում ենք նրա հարսանիքին։ Հիմա
Հիմա անցնենք առաջ։ Ինչպես եւ արդեն ասացի, ուրեմն կան անգլերենում բայեր, որոնք ուղղակի չենք դնում ing վերջավորությամբ, այսինքն ներկա շարունակականով չեն լինում։ Ուրեմն դրանք անգլերենում կոչվում են non-action verbs, ոչ ու գործողություն ցույց չտվող բայեր։ Եկեք թարգմանենք եւ կհասկանաք ինչ նկատի ունեմ։ Agree, համաձայնվել։ Երբ որ ասում ենք ես համաձայն եմ ձեզ հետ, այստեղ դուք գործողություն չեք տեսնում, չէ՞։ Դրա համար, այսինքն ոնց ենք համաձայն, ինչ որ ներքուստ է, չէ՞, համաձայն լինելը։ Այդ իսկ պատճառով էլ չենք դնում շարունակական, ինչ որ գործողություն չկա այստեղ, որ մենք ֆիզիկական տեսնում ենք, հա։ Believe հավատալ, belong to պատկանել, cost արժանալ, forget մոռանալ, hate ատել, have ունենալ, տեսեք have-ը շատ իմաստներ ունի անգլերենում։ Որոշ իմաստներում կարելի է դնել ing-ով, կոնկրետ ունենալ իմաստով չենք կարող դնել ing-ով։ Նայեք, I have a dog։ Ես շուն ունեմ։ Այստեղ դուք ֆիզիկական աշխատանք չեք տեսնում, չէ՞, ոչ մի գործողություն չկա։ Անիմաստ կլինի I'm having a dog, այսինքն ոնց հենց այս պահին ոնց կարամ ես դա ունենամ գործողությամբ, չէ՞, դա ուղղակի փաստ է։ Դրա համար չենք կարող դնել։ Մյուսը know, իմանալ, like, հավանել, love, սիրել։ Իդեպ հայերենում մենք շատ հաճախ ասում ենք ես սիրում եմ պարել եւ այլն, ես սիրում եմ կարդալ, չէ՞։ Անգլերենում մենք դա love չենք ասում, որովհետեւ love բավականին ուժեղ զգացողություն է, այսինքն դա մարդկանց նկատմամբ կասենք, բայց like, հավանել իմաստով արդեն բոլոր հոբիները կամ մարդկանց ում հավանում ենք հենց ուղղակի որպես մարդ կարող ենք like ասել, լավ։ Մյուսը remember, հիշել, see տեսնել, sim թվալ, smell հոտ ունենալ, բույր ունենալ։ Տեսեք smell հենց այդ իմաստով չենք դնում ing վերջավորությամբ, լավ։ Օրինակ this rose smells good։ Այս վարդը լավ հոտ ունի, okay։ Հաճելի է բուրում, լավ է բուրում։ Okay, իսկ երբ որ ասեմ ես հոտ եմ քաշում, հա, դա արդեն ուրիշ իմաստ է ձեռք բերում, էլի նույն smell-ն է, այդ դեպքում արդեն կարող ենք ing-ով դնել։ Օրինակ I am smelling this rose։ Հենց այս պահին դուք տեսնում եք ես ֆիզիկապես գրացել եմ եւ հոտ եմ քաշում այդ վարդից, հասկացաք։ Այսինքն կախված իմաստից մենք կհասկանանք կարող ենք դնել ing-ով, թե ոչ։ Մյուսը taste, համ ունենալ եւ համ տեսել։ Ուրեմն տեսեք, համ ունենալ իմաստով դա չենք կարող դնել ing-ով, ներկա շարունակական, իսկ համ տեսել իմաստով կարող ենք։ Մյուսը think, կարծել, այս think-ի հետ մի ամբողջ պատմություն է։ Ուրեմն տեսեք, եթե կարծել, ես կարծում եմ լավ մարդ եմ, I think she's a good person։ Այդ իմաստով չենք դնում ing-ով, բայց տեսեք, ես նստած մտածում եմ, գցում բռնում եմ ինչ-որ մի խնդիր, հա։ Oh, you know, I'm thinking about selling my car։ Ես մտածում եմ, գցում բռնում եմ վաճառեմ մեքենաս, թե չէ։ Ուրեմն այդ իմաստով դնում ենք, կարող ենք դնել ing-ով, լավ։ Հաջորդը understand հասկանալ եւ want ցանկանալ։ Սրանք այդ բոլոր բայերի մի փոքր հատվածն են, այսինքն ներկայիս մակարդակում այսքանն էլ հիշեք, բավականին մեծ գործ կլինի։ Անցնենք առաջ։ Այստեղ ամբողջական գրված են այն բառերը նախադասությունում, հուշող բառերը, որոնք տեսնելիս հասկանում ենք, okay, եթե կա usually բառը, ուրեմն դնում ենք present simple, okay։ Այսինքն տեսեք, always, միշտ, usually, սովորաբար, often կամ often, հաճախ, sometimes, երբեմն, rarely, հազվադեպ, never, երբեք, every day, week, month եւ այլն, ամեն օր, շաբաթ, ամիս, տարի եւ այլն, every Sunday, ամեն կիրակի ու էլի կարող եք մյուս օրերի հետ օգտագործել։ Դրանց հետ դնում ենք present simple, խնդրում եմ, օրինակները անպայման կարդում եք, թարգմանում եք, բոլոր անծանոթ բառերը հանեք, այսինքն լեզու իմանալ ուղղակի քերականության մակարդակով դա շատ քիչ է։ Ամենակարևորը ըստ իս դա հենց բառերն են, որովհետեւ եթե անգամ դուք քերականություն չիմանաք ու հայտնվեք մի տեղ, որտեղ մենակ անգլիախոս մարդիկ են ու դուք ուղղակի բառեր կպցնեք, մի կերպ կհասկանան, չէ՞։ Այսինքն առաջնայինը բառապաշար ունենալն է։
Դրա համար բառերին տենց մատների արանքով չնայեք, խնդրում եմ։ Հիմա մյուսը present continuous-ի հետ հետևյալ բառերն ենք օգտագործում, at the moment այս պահին, now հիմա, right now հենց հիմա, today որպես ժամանակավոր շրջան, հա, այսօր, today I'm not eating anything, այսօր ես ոչինչ չեմ ուտում, բայց մենակ այսօր չէ, վաղը կուտեմ։ This week այս շաբաթ, this week I'm reading Harry Potter, այս շաբաթ որպես ժամանակավոր շրջան, ընթացք ես կարդում եմ Harry Potter-ը, եւ this month եւ այլն։ Հիմա տեսեք, այսօրվա 3 տնային կա 2-ի փոխարեն, այստեղ պիտի ընդհանրապես ընտրեք ճիշտ տարբերակը։ Ուշադիր կլինեք, խնդրում եմ կկրկնեք այդ ոչ գործողություն ցույց չտվող բայերը, այստեղ կան դրանցից, այսինքն որ իրանք չեք կարող դուք ing-ով դնել, present continuous-ով։ Այստեղ պիտի կրկին ընտրեք ճիշտ տարբերակը եւ այստեղ արդեն դուք ինքներդ պիտի գրեք present simple թե present continuous։ Ну, в принципе, նրանցում էլ պիտի ընտրեիք կամ present simple կամ present continuous։ Կախված իմաստի, այսինքն դուք պարտադիր պիտի թարգմանեք դա։ Նոր ճիշտ ժամանակաձև ընտրեք, լավ։ Դե ինչ, այսքանը, հուսով եմ դժվար չի լինի, կրկին սիրով կօգնեմ յուրաքանչյուր հարցով եւ մեկ այլ հարց կա, ինչ եք կարծում, արժի ընդհանուր կրկնություն կատարենք այն ամենի, ինչ որ այս 6 դասերի ընթացքում մենք կատարել ենք։ Կցանկանաք ամփոփիչ որևիցե դաս, թե ավելի լավ է ամբողջ կուրսի վերջում դա լինի։ Շնորհակալություն եւ կհանդիպենք շուտով։